օրն եմ ես Մարինա Նեմալխասյան եւ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվում եմ մոտ 20 տարի արդեն սկզբում որպես Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ զբաղվել եմ ակտիվություններով եւ աշխատել եմ բոլոր իրավապաշտպանների հետ, որոնք ներկայացնում են քաղաքասարակությունը եւ հիմա արդեն 5 տարի ինքս իմ որոշմամբ զբաղվում եմ արդեն որպես քաղաքասարակության ներկայացուցիչ այդ գործունեությամբ, քանի որ համարում եմ, որ Հայաստանում քաղաքասարակությունը անկում է ապրել, մենք այլևս չունենք այդ իրավապաշտպան քաղաքասարակությունը, որը ունենք նախկինում եւ որը բարձրաձայնում էր մարտիրոսների խախտումների վերաբերյալ խնդիրները, հետեւաբար պիտի ձևավորվի նոր քաղաքասարակություն, որը իր վրա կվերցնի այդ դերը եւ մենք ուրախ ենք, որ որոշակի բջիջներ արդեն ձևավորվում են։ Ես շատ կարևոր եմ համարում մի քանի բան, որի մասին ուզում եմ այսօր խոսել, ինչու ենք մենք այսօր խոսում մարտիրոսների միջազգային օրվա ընթացքում պիտի խոսենք Հայաստանում աննախադեպ մարտիրոսների խախտումների մասին։ Ես որպես այդ ոլորտում աշխատած մոտ 20 տարի աշխատած մարդ կարող եմ փաստել, որ երբևիցե այսքան վատ չի եղել մարտիրոսների իրավիճակը Հայաստանում, ինչպիսին մենք ունենք վերջին գրեթե 5 տարում, չեմ ասում 7, բայց 5 հաստատ։ Մենք դրան անդրադարձել ենք նաև այս տարվա սկզբում, երբ ներկայացրել ենք էլի այս թիմով եւ նաև մեզ միացել են մեր այլ իրավապաշտպան գործընկերներ, ներկայացրել ենք ՄԱԿ-ի մարտիրոսների համընդհանուր պարբերական դիտարկմանը, ներկայացրել ենք քաղաքասարակության զեկույց, համարելով, որ մենք պետք է այնտեղ բարձրաձայնենք այնպիսի խնդիրներ, որոնց մասին չեն խոսի այլոք, եւ դա այդպես էր, երբ որ մենք արդեն հետո ուսումնասիրեցինք մյուս բոլոր զեկույցները եւ հատկապես մարտիրոսների պաշտպանի զեկույցը։ 4 կարևոր բան եմ ուզում նշել, սա որպես ինֆորմացիա նաև մեր հանրության համար, որ մարտիրոսները հիմնված են 4 սկզբունքի վրա։ Դա համընդհանուրությունն է, անօտարելիությունը, ընդհանրապես չես կարող օտարել որևէ մարդուց իրավունքը, համընդհանուրությունը նրա մասին է, որ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքացիությունից, ռասայից, սեռից, կրոնից եւ այլ կարգավիճակից մարտիրոսները բնածին են, ծննդյան պահից, ծննդյան պահից դրանք տրվում են։ Անբաժանելիությունը, այսինքն մարտիրոսների փոխկապվածությունը, եթե մեկ իրավունք խախտվում են այլ իրավունքներ, դա շատ հստակ պետք է բոլորս գիտակցենք այսօրվա իրավիճակում, եւ մարտիրոսների փոխկապվածությունն ու փոխկախվածությունն ու փոխկապակցվածությունը։ Սա էլ է շատ կարևոր եւ այստեղ ուզում եմ նշել օրինակ, որ կրթության իրավունքը կարող է բարձրացնել աշխատանքի իրավունքը, իսկ խոսքի ազատությունը աջակցում է կառավարման մեջ մասնակցելու իրավունքին։ Խոսքի ազատությունը, որը կարելի ասել մասսայաբար հիմա ճնշված է Հայաստանում։ Մենք այսօր մեր զեկույցը պատրաստել ենք հետևյալ կերպ, ուրեմն մեզ շատ է անհանգստացնում ոչ միայն մարտիրոսների խախտումները, այլ նաև թե ինչպես են դրան արձագանքում իրավապաշտպան համայնքը եւ հատկապես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը կոչված է լինել անկախ կառույց, որը սակայն այդպիսին չէ վերջին տարիներին։ Մենք այսպես ասած ենթադրությունը ունենալով եւ դիտարկումները ունենալով ինչ ենք արել, ուրեմն մենք անդրադարձել ենք հիմա ասեմ ձեզ մոտ կան այդ նյութերը, ուզում եմ պարզապես իմանաք, որ անդրադարձել ենք 15 մարտիրոսների հիմնական ոլորտների, մտքի խղճիկրոնի ազատություն, արդար դատաքննության իրավունք, խաղաղ հավաքների ազատություն, խոշտանգումից զերծ մնալու իրավունք, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, փաստաբանների հարկման խնդիրը եւ իրավական պաշտպանության հասանելիությունից մարդկանց զրկելու խնդրին ենք անդրադարձել, այսինքն կա իրավական պաշտպանության հասանելիության իրավունք, անդրադարձել ենք նաեւ միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ բողոքների կանչման խնդրին, որը էլի իրավունքի ոլորտից է եւ որին նույնպես անդրադարձ չի եղել մարտիրոսների պաշտպանի կողմից, անդրադարձել ենք անձնական ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, խտրականությունից զերծ մնալու, արտահայտվելու ազատության իրավունքին, աշխատանքի, սեփականության, կանանց եւ երեխաների։ Բայց քանի որ մենք մեր աշխատանքը հետեւյալ կերպ ենք կազմակերպել, ուրեմն մենք գրեթե այսպես ժամանակագրական, այսպես ասած, անով ուսումնասիրել ենք, թե երբ ինչ տիպի խախտումներ են եղել։ Օրինակ, երբ մենք անդրադառնում ենք մտքի խղճի եւ կրոնի ազատության իրավունքին, մենք նայել ենք բոլոր, այսինքն 30 անգամ վարչապետի կողմից եղել են Facebook-յան գրառումներ, որոնք խախտել են հայ առաքելական եկեղեցու հետևորդների մտքի խղճի եւ կրոնի ազատության իրավունքը։ Շատ կոպտոր են խախտել են եւ ներպետական օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով։ Դրա մասին նույնպես բարձրաձայնել ենք։
Երբ խոսել ենք արդար դատաքննության իրավունքից, ուրեմն նայել ենք, թե ինչպես է խախտվել օրինակ սրբազանների գործով կամ 18 արդարների մասով արդար դատաքննության իրավունքը։ Նայել ենք նաև անհատական դեպքեր, օրինակ Սամվել Կարապետյանի դեպքը։ Դեպքերը շատ են, ես հիմա բոլորի մասին չեմ կարող խոսել, բայց մենք հետագայում զեկույցը երբ որ կհրապարակենք, բավականին մեծ է։ Այնտեղ դուք կտեսնեք այդպես հավաքագրված հատիկ առ հատիկ, մենք հավաքագրել ենք բոլոր օրերով տրված հատուկ նշել ենք ամսաթվերով, երբ ինչ խախտումներ են տեղի ունեցել, խոշտանգման դեպքերի բոլոր դեպքերը մենք հատիկ առ հատիկ նշել ենք եւ ուսումնասիրել ենք շատ մանրամասն մարդու իրավունքների պաշտպանի էջը։ Իդեպ ասեմ, որ երբ որ ես ինքս որպես իրավապաշտպան արձագանքում եմ մարդու իրավունքների պաշտպանի էջում դրված շատ ընդհանրական հայտարարություններին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ինձ բլոկել է, որպեսզի ես այլևս չկարողանամ դա ասել։ Իսկ իմ քննադատությունը եղել է շատ կառուցողական, պարզապես ոչ անելով հստակ լինել ավելի, եւ նաեւ պետք է ասեմ, որ երբ որ համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցն ենք ներկայացնում, եւ ես ինքս հենց մարդու իրավունքների պաշտպանին դիմեցի եւ ասացի, որ դուք ձեր զեկույցում խոշտանգման դեպքերին ընդհանրապես չեք անդրադարձել, դրանք բազմաթիվ են եւ նույնիսկ անվանական են, դուք պետք է դրանց մասին խոսեք, դա ձեր պարտավորությունն է, քանի որ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նաեւ խոշտանգումների մասով ազգային մեխանիզմն է, այսպես ասած, այսինքն ել ավելի մեծ պարտավորություն ունի այդ դեպքերի մասին խոսել։ Բայց ՄԱԿ-ին ներկայացված զեկույցում, այսինքն միջազգային կառույցներին ներկայացված զեկույցում չեն ներկայացվում դեպքեր խոշտանգումների հետ կապված, մասնավորապես Սամվել Վարդանյանի հետ կապված դեպքը եւ այլ խոշտանգման դեպքեր կապված նաեւ փաստաբանների հետ, որոնք տեղի են ունեցել, ոստիկանության կողմից ուժի կիրառումը եւ այլն եւ այլն։ Ուրեմն, որպեսզի մեր ասածը հանկարծ սխալ չլինի կամ մենք, այսպես ասած, ինչ որ բան բաց չթողնենք, հատիկ ուսումնասիրել ենք այդ օրերին տեղի ունեցած բոլոր հայտարարությունները։ Ուրեմն ինչու՞մ է խնդիրը, որ մարդու իրավունքների պաշտպանը միշտ անում է շատ ընդհանուր հայտարարություններ։ Եթե ուսումնասիրենք նաև հանրության արձագանք այդ հայտարարությունների տակ, կտեսնենք, որ մարդիկ խնդրում են, կոչ են անում, որ հստակ եղեք կամ ասեք ինչ եք անելու հետո։ Բոլոր հայտարարությունների ներքևում մարդու իրավունքների պաշտպանը հետո գրում է անպայման, որ այս խնդրին անդրադառնում եմ նաև տարեկան զեկույցում, լավ, բայց տարեկան զեկույցն էլ ուսումնասիրում ես դա այդպես չէ։ 1000 էջանոց տարեկան զեկույցում խոսք չկա խոշտանգումների դեպքերի մասին, խոսք չկա ուրեմն հունիսի 12-ին ռուսաձայնային նռնակների արձակման եւ դրա հետևանքով վիրավորումների մասին եւ նմանատիպ շատ տարբեր կոպիտ խախտումների մասին, որևիցե խոսք դու չես կարող գտնել մարդու իրավունքների պաշտպանի ոչ հայտարարություններում, ոչ զեկույցներում, ու սա շատ մեծ խնդիր է։ Եվ այս ընդհանրական հայտարարությունները անելուց հետո միշտ գրում է մարդու իրավունքների պաշտպանը, որ մենք ուսումնասիրենք գործը եւ հարկ եղած դեպքում մանրամասները կներկայացնենք, կամ մենք կհետևենք սրան եւ կտեղեկացնենք ելքի մասին։ Երբ ուսումնասիրում ես որևիցե կերպ, որևիցե հաջորդ քայլ չկա ոչ միտեղ նշված, այսինքն դա պարզապես ընդհանուր ձևակերպումներ են։ Եթե մենք այսօր ունենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որը պարզապես ներկայացնում է գործող իշխանությունը, որևիցե կերպ չի անդրադառնում որևիցե խախտման, որևիցե պաշտոնյայի ակնհայտ երբ որ կան տեսագրությունները, օրինակ Արթուր Չախոյանի դեպքով, հա, երբ նոր-նորքում տեղի էր ունեցել այդ ծեծը։ Մարդու իրավունքների պաշտպանը էլի հայտարարություն է անում, որտեղ ասում է, որ մտահոգված է ընդհանուր բռնությունը դատապարտում է, չի նշվում, թե ով է բռնություն կիրառել, բայց նաև շատ հետաքրքիր է, որ մարդու իրավունքների պաշտպանը անում է հետևյալ հայտարարությունը, իր հայտարարության մեջ այդպես մի տողով նշում է, որ այնուամենայնիվ կոչ է անում զերծ մնալ ատելություն եւ բռնություն հրահրող արտահայտություններից։ Սա մոտավորապես այն է, երբ եթե որևիցե ոտնձգություն է տեղի ունենում ինչ որ մարդու հանդեպ կամ կնոջ հանդեպ, որ ասում են դե կինն է մեղավոր, որովհետև շատ վառ շղթներ կերկսել օրինակ եւ հրահրել էր այդ գործողությունը։ Սա մոտավորապես դա է, այսինքն դու չես կարող դատապարտել բռնությունը, բայց միևնույն ժամանակ ասել, որ մի հրահրեք բռնության, իսկ ինչ էր արել Արթուր Չախոյանը, ընդհանրապես ազատ խոսքի իրավունքով բարձրաձայնել էր, որպես այսպես ասած ժողովրդավար երկիր, բարձրաձայնել է կառավարման մեջ տեղի ունեցող խնդիրները, կոռուպցիոն խնդիրները եւ այլն, որի իրավունքը ինքն ունի նաեւ ունի պարտավորություն, որովհետեւ պարտավորությունների մասին այդպես խոսենք, դրանք շատ են։ Իդեպ նաեւ ուզում եմ ասել, որ
ցանկացած պետություն, ՄԱԿ-ի անդամ պետություն ունի պոզիտիվ պարտավորություն, ինչ է դա նշանակում, որ ի սկզբանե ցանկացած կառավարություն կոչված է պաշտպանել եւ խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը բոլոր միջոցներով, իր բոլոր քաղաքացիների կամ իր երկրի տարածքում հայտնված մարդկանց։ Սա շատ հստակ պետք է ֆիքսենք, որպեսզի հասկանանք այսօրվա լրիվ հակառակ գործընթացը, հա, կառավարության կողմից, այսպես ասած, որդեգրած։ Մի շատ կարևոր հարցեր եմ ուզում անդրադառնալ, որ ուրեմն լինելով ընդհանրական բոլոր հայտարարություններում, ուզում ձեզ համար ուղղակի ընթերցել այս հատվածը, որ սեպտեմբերի 27-25 թվականի Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է 44-օրյա պատերազմին, որտեղ այն անվանում է մարտական գործողություններ։ Ես ուզում եմ անպայման այս կարճ հատվածը կարդալ 44-օրյա մարտական գործողությունների օրերին եւ դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները, այսինքն չենք հասկանում ով է խախտելու իրավունքները, այստեղ չի նշվում, որ ինչ է տեղի ունեցել, ինչքան կորուստ ունենք եւ այլն, խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց եւ ընտանիքների իրավունքները որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի խաղաղ եւ անվտանգ ապագայի երաշխավորումը։ Դե նարատիվը պարզ է, բայց ընդհանրապես էլի որևիցե հստակություն չկա։ Եվ այսպես մենք անդրադարձել ենք բոլոր հայտարարություններին, բոլոր դեպքերի հետ կապված, դուք հետագայում ձեզ մոտ կտեսնեք բոլոր ոլորտների իրավունքներին։ Մենք շարունակում ենք այդ աշխատանքը, քանի որ այդ աշխատանքը շատ ժամանակատար է, քանի որ մենք ժամանակագրորեն ենք անդրադառնում ամեն դեպքի։ Եվ նաև ուզում եմ ասել, որ ուսումնասիրել ենք նաև մարդու իրավունքների պաշտպանի բոլոր հարցազրույցները, հատ առ հատ նստել ենք, նայել ենք ճեպազրույցները, հարցազրույցները, որ հանկարծ, եթե որևիցե խնդրի անդրադառնում է հստակ ձևակերպում է տալիս, մենք հանկարծ դա բաց չթողնենք։ Չկա այդպիսի բան։ Բոլոր հարցազրույցները ընդհանրական են, ամեն ինչի եւ ոչինչի մասին են։ Նույն տենց կենաց են կարելի ասել բոլոր հարցազրույցները, ու նաև մի կարևոր բան եմ ուզում ասել, որ բոլոր տեղերում, որտեղ հարցը ուղղվում է մարդու իրավունքների պաշտպանին արդյոք կան խաղբանտարկյալներ, իհարկե այդ հարցը շրջանցվում է եւ որևիցե կերպ պատասխան դրան չկա, այսինքն ենթադրում ենք, որ համաձայն է, որ չկան, բայց մարդու իրավունքների տեսանկյունից որևիցե հստակ ձևակերպում, որևիցե անդրադարձ, որևիցե հետևողական աշխատանք մարդու իրավունքների պաշտպանի կողմից չկա բոլոր քաղաքական հնչեղություն ունեցող գործերին։ Այսինքն, եթե այստեղ իր տեսանկյունից մենք գործ ունենք, իսկ մենք գործ ունենք շատ բազմաթիվ մարդու իրավունքների խախտումների հետ, եթե մի կողմ դնենք քաղաքական պատվերները, գոնե այդ առումով պիտի անդրադառնա, բայց քանի որ դա ինքը գիտի, որ դա քաղաքական պատվեր է, բայց դրա մասին չի խոսում, չի անդրադառնում այդ գործերին, այսինքն հստակ որևիցե ձևով չի զբաղվում այդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։ Հա, հայտարարությունները նշում է, որ մենք գնացինք, ում ուղարկեցինք, գնացինք հանդիպեցինք Սամվել Կարապետյանին, ինչ եղավ, հետո ինչ արեցիք, պաշտպանեցիք, չպաշտպանեցիք, ինչու չեք խոսում դրա մասին անընդհատ, մի խոսքով որևիցե նախադասություն դրա մասին չեք գտնի։ Ընդհանուր երևի թե այսքանը, որովհետև շատ բան կա ասելու, բայց հետո հարցերով կանդրադառնանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արմեն։ Եկեք սենց անենք, մենք հիմա խոսքը կտանք Հովհաննեսին Իշխանյանին, ով կներկայացնի նաև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի բարելավման այն ծրագիրը, որը առաջարկվում է, որից հետո մենք ձեզ առանձին սլայդներով ցույց կտանք Հայաստանում քրեատին իրավիճակը, որը նույնպես պայմանավորված է հենց մարդու իրավունքների պաշտպանության այս մասսայական խախտումների հետ։ Մենք զանգանք Հովհաննեսին, Հովհաննես Իշխանյան, իրավապաշտպան եւ շարունակությունը այս մարդու իրավունքների պաշտպանի անգործունեության թեմայի